Բարև ձեզ։ Այսօր խոսենք Երևանի գինու ակադեմիայի եւ գինու զբոսաշրջության մասին։ Սոնա ջան, ողջույն։ Ողջույն, Սուրճ ջան։ Նախ կուզեմ խոսանք EVN-ից, երբ հիմնադրվեց, ինչի հիմնադրվեց, իրանից ինչ է ներկայացնում եւ ինչ ծրագրեր ենք անում հիմա եւ ինչ ծրագրեր ունենք ապագայում։ Երևանի գինու ակադեմիան կամ ոնց որ մենք ենք սիրում անվանել EVN գինու ակադեմիան հիմնադրվել է 2014 թվականին եւ մինչ օրս շատ ակտիվ գործունեություն է ծավալում գինեգործական կրթություն տրամադրելու հարցում եւ Հայաստանում ինքը բացառիկ ծրագրերից մեկն է, որը տրամադրում է 18 ամսյա հավաստագրային ծրագիր գինեգործություն եւ գինու բիզնես մասնագիտությամբ եւ այս ծրագրի հիմքում ընկած է ոչ միայն գինեգործությունը, այլ նաեւ գինու բիզնեսը, որը որ մենք շատ ենք կարեւորում եւ մեր շրջանավարտները բացառիկ են այն առումով, որ այսօր առաջատար դիրքեր են գրավում շուկայում, օրինակ, չգիտեմ, երևի գրեթե չես գտնի մի գինեգործան, որտեղ մեր շրջանավարտներից չլինեն ու շատ ուրախացնող է այն փաստը, որ մեր շրջանավարտները միշտ առաջատար պաշտոնների են լինում։ Այս ծրագիրը իրականում կազմվել է եւ կյանքի է կոչվել Գայզենհամի համալսարանի հետ համատեղ եւ ամենակարևոր շեշտը պետք է այստեղ դրվի նրա վրա, որ ծրագիրը ամբողջովին անգլերեն լեզվով է, ինչը իրեն ավելի բացառիկ է դարձնում ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ տարածաշրջանի մասշտաբով եւ արդեն EVN գինու ակադեմիայի գործունեության ընթացքում մենք Ակեր հիմնադրամը իրականացնում է շատ տարբեր զարգացման ծրագրեր, շեշտը պահելով հենց ագրոբիզնեսի, գինեգործության, կրթության վրա։ Դու նշեցիր բացի գինեգործությունը, նաեւ գինու բիզնես չէ, ինչ առարկաներ են ասում, ինչ թեմատիկաներով է դասընթացները, ոնց հասկացա բիզնես, չէ, գինեգործություն, խաղողագործություն, էլ ինչեր կան ու ովքեր են դասավանդում այնտեղ։ Ինչպես նշեցի, ծրագիրը ինքը 18 ամիս է տևում եւ ներառում է 12 մոդուլ։ Նաև պարտադիր գործարաններում պրակտիկա են անցնում ուսանողները 1 ամիս, դա էլ է ներառված։ 12 մոդուլները իրենցից ներկայացնում են sense ջոից գինեգործություն, այսինքն մենք սովորեցնում ենք գինուքիմիայից, միկրոբիոլոգիայից սկսած գինեգործություն, խաղողագործություն, ընդհանուր միջև գինու բիզնես, մարքեթինգ, գինու տուրիզմ։ Այսինքն մեր ուսանողները իրենք sense բառացիորեն ամբողջական պատկեր են ունենում խաղողից միջև շշալից ամբողջ գործընթացի հետ կապված։ Այս պայն իմիջիալոց ծրագրի ընդունելությունը բաց է, դասերը սովորաբար սկսում ենք մենք նոյեմբերին, բայց արդեն ընդունում ենք հայտեր։ Մեր դասախոսները իրենք ոլորտի առաջատար մասնագետներն են, ունենք նաև արտասահմանից դասախոսներ, ովքեր կարողանում են նաև on-line ձևաչափով դասավանդել, բայց հիմնականում մեր ոլորտի առաջատար մասնագետները իրենք են։ 18 ամսում հնարավոր է այդքան բան սովորել ու միանգամից անցնել աշխատանքի, որտեղ նշեցի, չէ, բոլորը ավարտում են եւ գտնում են աշխատանք։ 18 ամիս կարճ ժամանակ, արդյոք այդքան խտացված հնարավոր է այդքան ինֆորմացիան ընկալել ու դառնալ մասնագետ։ Իրականում ճիշտ է, շատ դժվար է ու դրա համար մենք միշտ ուսանողներին ու դիմորդներին զգուշացնում ենք, որ պետք է սովորել, այսինքն եթե իրենք նպատակ չունեն հստակ սովորելու, շատ դժվար է լինելու։ Նախ առաջին հերթին անգլերեն լեզվով է, արդեն իսկ դժվարություն կա։ Երկրորդն է շատ ինտենսիվ է ծրագիրը եւ պետք է շատ լավ կամքի ուժ ունենալ ու անցնել էլի 18 ամիսը, բայց եթե մենք արդեն ունենք 100-ից ավել շրջանավարտներ, ես ինչպես նայում եմ, եթե մարդ իրոք ցանկություն ունի, բացարձակ խոչընդոտ չի կարող լինել, էլի, այդ 18 ամիսը, որովհետև նախ մոդուլները արագ-արագ վերջանում են եւ մեկը մեկին փոխում են, իսկ դասախոսներն էլ լավագույն մասնագետներն են, իրենց հետ միայն հաճույք է գնալ եւ դասի գնալ։ Ու բացի դրանից սովորելու ընթացքում նաեւ մենք տարբեր միջոցառումներ ենք ունենում, տրեյնինգներին են մասնակցում, ունենք նաեւ միջազգային այցեր, արդեն մի քանի տարի է մեր ուսանողները Վրաստան են մեկնում, օրինակ Կախեցի շրջանի գինեգործարաններն են գնում ուսումնական այցով, ժամանակին նաեւ Գերմանիա են գնացել, մի խոսքով
այս ամեն ինչը ոնց որ ստիպում է ու ավելի հեշտացնում է process-ը, կարևորը ցանկությունն է, ես համոզված եմ։ Իսկ տարիքային սահմանափակում կա, չկա, ենթադրում եմ կլինի։ Չափահաս լինե, իսկ վերինշեմ այդպեսի մենք սահմանած չունենք, բացարձակ։ Մենք ուսանող ենք ունեցել 60-անց, ու շատ լավ մարդը պատրաստված եկել է, սիրով վերջում հավաստագիրը ստացել է, իմիջիալոց մենք երբ որ բոլոր 12 մոդուլները հաջողությամբ հանձնում են ուսանողները, մենք տրամադրում ենք Գայզենհամի համալսարանի կողմից սերտիֆիկատ, հավաստագիր, նաև EVN ակադեմիայի կողմից, բայց այստեղ կարևոր է, որ գնահատականները լավը լինեն, որ կարողանան նաև Գայզենհամի համալսարանի սերտիֆիկատը ստանան։ Շատ լավ, իսկ ինչ արժի կուրսը ամբողջությամբ։ 1,200,000 դա ամբողջ կուրսի վարձն է, բայց վճարումները կատարում են հիմնականում մաս-մաս, այսինքն այդ ձևաչափը մշակված է, երբեմն զեղչային համակարգ են կիրառում, այսինքն անհատական մոտեցում ունենք այս մասով։ Շատ լավ, բացի հիմնական գինեգործության դասընթացներից, ես գիտեմ, որ դուք նաև գինու գիների պատրաստման, վերապատրաստման դասընթացներ ունեք, ինչ է իրանից ներկայացնում։ Ու այդ գաղափարը երբ առաջացավ ու քանի տարի է որ գործում է։ Շատ լավ թեմայից է, ես սիրով կխոսեմ այս թեմայից, որտեղ այդ ծրագիրը, այդ մաստեր ծրագիրը մենք հիմնադրեցինք 2020 թվականին, GIZ-ի ֆինանսավորմամբ Այքեր հիմնադրամը սկսեց իրականացնել մի շատ երկար սպասված եւ շատ պահանջված ծրագիր, գինու զբոսավարների վերապատրաստման ծրագիրը, եւ միանգամից շատ sense մեծ ճանաչելիություն ձեռք բերեց ծրագիրը։ Այս պայծրությամբ մենք արդեն իրականացել ենք 3 փուլ եւ մեկ վերապատրաստել ենք արդեն իսկ մեր շրջանավարտ զբոսավարներին։ Հիմա հերթով ասեմ, հիմնական գինու զբոսավարների վերապատրաստման գայդ մաստեր ծրագիր ինչ իրենից ներկայացնում, քանի որ 2000 դեռ մինչև 20 թվականը մենք արդեն իսկ մի քանի տարի EVN գինու ակադեմիայի գործունեության շրջանակում տարբեր ծրագրեր էինք իրականացնում ու միշտ առնչվում էինք այն հարցի հետ, որ ոլորտում շատ բացեր կան։ Ու կարևոր բացերից մեկն էր հենց մասնագիտական կրթությունը զբոսավարների շրջանում, տուր օպերատորների շրջանում, որովհետև մենք բոլորս ասում ենք, էնոտուրիզմը շատ հետաքրքիր է, նոր ուղղություն է, շատ Հայաստանում այսպես լավ զարգանում է, բայց պետք է հաշվի առնել, որ լիքը հարցեր կան եւ խոչընդոտներ կան, որ պետք է շտկել, որպեսզի արդյունքը շատ ավելի լավը լինի։ Իսկ էնոտուրիզմի մասով մի sense տարօրինակ պատկեր ունեինք, որ երբ որ հարցումներ բան արեցինք, հասկացանք, որ տարբեր զբոսավարներ տարբեր ինֆորմացիաներ էին տալիս զբոսաշրջիկներին։ Դա արդեն ավելի քան լուրջ էր, այսինքն այստեղից այնտեղից վերցրած ինչ որ կծկտուր ինֆորմացիա Վիկիպեդիայի մակարդակով ինչ որ միտեղ ես իրենց այդքան շատ չեմ մեղադրում, որովհետև մարդիկ ինչ կարողացել են էնոտուրիզմը ինքը նոր ճյուղ է Հայաստանում, որ իմանան որն է ավելի ճիշտ ինֆորմացիա, որը չէ։ Ու այդպես մենք հասկացանք, որ առաջին հերթին երբ որ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, ով է դիմավորում գինու զբոսավարը եւ ինքը կարծես հենց առաջին դեմքն է, ում հետ նա շփվում է ու իրանից է վերցնում այդ ամբողջ ինֆորմացիան։ Ու անհրաժեշտություն եղավ, որ պետք էր անպայման մի sense ընդհանրացված ծրագիր մշակել հենց գինու զբոսավարների մասնագիտացված վերապատրաստման համար եւ GIZ-ի ֆինանսավորմամբ մենք ընթացք տվեցինք ծրագրին, բախտավոր եմ, որովհետև դասախոսական կազմը, հիանալի կազմ հավաքվեց ու մենք արդեն 4 ռաունդ ունեցել ենք ծրագրից, հիմնականում մեր զբոսավարները ուսումնասիրում են Հայաստանի գինու պատմությունը, մշակութային ժառանգությունը, ունենում են խաղաղագործության, գինեգործության դասեր, համտեսներ, գինու մասնագիտացված համտեսներ, այցելում են գինեգործարաններ, ինչը ամենակարևորն է եւ որպես առաջին նպատակներից մեկը այդ քարտեզագրումներ գինու շրջանների ու գինու ուղիների ճիշտ բացահայտումը ու կարծես թե շատ հաջողությամբ ստացվում է, որովհետև այս պայծրությամբ մենք ունենք 64 շրջանավարտ
ու ես միշտ իրենց հետ կապի մեջ եմ ու շատ սիրով հետևում եմ իրենց հաջողություններին, տեսնում եմ ինչքան է փոխվել այս վերջին 5 տարվա մեջ գինու տուր հասկացողությունը։ Այսինքն կնես ճիշտ հասկացա, туриզմի ոլորտում աշխատող գիդեր, որոնք ուզեցան մասնագիտանալ նաև գինու туриզմի ոլորտում, եկան, սովորեցին, ավարտեցին, որոշները եւս մեկ անգամ վերապատրաստվեցին ու հիմա մենք հստակ ծրագիր, ըստ ծրագրով շարժվում են։ Այո, ծրագիրը ունի հստակ ընդունելության կրիտերիա, որը որ պետք է անպայման զբոսավարը լինի գործունեություն ծավալող անձ, այսինքն մի քանի տարվա փորձ պարտադիր պետք է ունենա, ու մեզ համար էական չի ինչ որ ընկերության հետ համագործակցում, թե ֆրիլանս է աշխատում, մեզ համար կարևորը ինքը փորձ ունենա։ Ու առաջին հենց հայտարարությունը որ տվեցինք, մոտ 90 հայտ էինք ստացել, շատ դժվարությամբ 29 ընտրեցինք, բայց բարեբախտաբար մենք կարողացանք հետո էլ ֆինանսավորում ունեցանք, եւս 3 ռաունդ արեցինք ու արդեն զբոսավարները մարդիկ կան, ովքեր անգամ այս դասընթացից հետո իրենք են տրեյնինգներ անցկացնում, առանձին հեղինակային գինուտուրեր են մշակել, իրականացնում են, դա շատ ուրախալի է այս փաստը եւ մանավանդ դե մենք շատ ենք շփվում արտասահմանյան գործընկերներ շատ ունենք ու ինձ շատ են դիմում են հարցով ում խորհուրդ կտաս լավագույն որպես գինուգիտար, ես ինքան մեծ պարտությամբ միշտ անուններ եմ նշում, որտեղ գիտեմ որ արդեն այսօր մենք կարող ենք վստահել այդ մարդկանց ներկայացնելու Հայաստանը, Հայաստանի գինեգործական պատմությունը, ժառանգությունը, մշակույթը, մեր ավանդույթները, հա, մեր գինու շրջանների մասին որ խոսեն, առաջ շատ sense նեղեր այդ ամեն ինչը եւ պետք էր անպայման մասնագիտական այս վերապատրաստումը շատ մեծ անհրաժեշտություն կար եւ այսօր էլ ինքը էնոտրիզմը Հայաստանում շատ արագ թափով զարգանում է, ինչպես եւ գինեգործությունը մենք չէ սովոր ենք ասելու որ վերջին էս մի 10-15 տարում վերածնունդ է ապրում, հավատացեք զուգահեռ գնում է նաեւ գինու զբոսաշրջությունը կապված է։ Ես մի հատ կներես, մի հատ քանի չեմ մոռացել, մի հատ հարց առաջացավ։ Այստեղ մենք նշեցինք այս խնդիրը, քանի որ կար ամեն մեկ ինչ որ տարբեր ինֆորմացիա էր մատուցում տուրիստներին, արվեց ծրագիրը, բայց մի հատ ուրիշ բայց կա, այստեղ եթե գինու գիդը ինչ որ ինֆորմացիա տալիս տուրիստին, հետո գնում են ինչ որ գործարան, գործանում իրանց լրիվ ուրիշ ինֆորմացիա կարող են տալ, այստեղ հակասություն չի առաջանում հարց առաջացել է, հեչ որ կարելի է նաև գինու գործարաններին ինչ որ բրոշուր կամ ինչ որ հստակ ինֆորմացիա ու պահանջել, որ դա մի քիչ պետական մարմնի գործն է, բայց պահանջվի, որ տալիս ենք այս ինֆորմացիան, որտեղ ճիշտը սա է։ Նմանատիպ ծրագիր կամ ցանկություն կա։ Շատ լավ հարց է, մենք ունեցել ենք այդ խնդիրը, քանի որ մեր Guidemaster ծրագիրը մենք իրականացրել ենք նաև Հայաստանի խաղաղագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ туриզմի կոմիտեի հետ համատեղ իրենց աջակցությամբ, մենք ի սկզբանե թիրախավորել ենք նաև գինեգործարանները եւ իրենց տուր գիդերին եւ ես անձամբ բոլորի հետ կապի եմ դուրս եկել երբեմն ուղղակի ասած զանգահարել եմ անձամբ, ասել եմ ուղարկեք ձեր գինու գիդին, հա, մեր դասընթացներին, բայց Սոժջանը շատ քչերն են արձագանքել, ցավալի է, որովհետև մեր մոտ ի սկզբանե հենց առաջին ռաունդը, որ մենք առաջին փուլը որ արեցինք ծրագրի, մեր թիրախը հենց գինեգործարաններում աշխատող գիդերն էին, հետո նոր արդեն մնացած զբոսավարները, բայց ցավալի է, որ այդքան մեծ հետաքրքրություն չեղավ։ Սա դա բավականին դժվար է լինելու, տարբեր մարզերից մարդկանց բերել, բայց մի հատ ուրիշ լուծում օրինակ եմ ասում, կարելի է ինչ-որ գրքույկ ունենալ բրոշուրի տարբերակով, սեղմ ինֆորմացիան, ինչը որ ընդհանուր է։ Այդ ինֆորմացիան բոլոր գինի արտադրողներին, ով կապ չունի туриզմով զբաղվում է, չի զբաղվում, դա տրվի մի հիմքից, մի աղբյուրից եկած ինֆորմացիա բոլորի մոտ լինի նույնը։ Ունենք։ Գիրք ունենք, բրոշուր չէ, գիրք ունենք։ Անցած տարի լույս տեսավ գիրքը եւ մեր դասախոսները Բորիսը Գասպարյան, Ռուբենը Հովսեփյան, Արտակը Գաբրիելյանը, անունները համոզված եմ շատ բան է ասում, իրենց հեղինակությամբ եւ այնտեղ կոմիտեի աջակցությամբ մենք հրատարակեցինք Ջայզեթի ֆինանսավորմամբ էլի լույս տեսավ էնոտուրիզմի զբոսավարի ուղեցույցը
փողոցը, ինքը շատ համապարփակ, բայց նորմալ sense գիրք է, որտեղ կարելի ասել, որ հավաքված է այն հիմնական նյութը, որը որ մենք տալիս ենք մեր մասնակիցներին, ծրագրի մասնակիցներին, այսինքն կարևորը ամենակարևորը գինու պատմությունը, ով ենք մենք, որտեղից ենք գալիս, եւ խաղաղագործությունը, հա, Հայաստանի խաղաղագործությունը, տերոարային առանձնահատկությունները, այս գրքի մեջ մի փոքր անդրադարձ կա գինու հենց զբոսաշրջությանը, կազմակերպման ձևերին եւ անգամ վերջում մենք ներառել ենք տերմինների բառարան, որպեսզի մեր զբոսավարները իրենց ձեռքի տակ պահեն այս ուղեցույցը եւ շատ ժամանակ 6 լեզվով այնտեղ տերմինները թարգմանված են հիմնական, ինչն է նորից կարևոր է, բայց դեռևս սահմանափակ տպագրությամբ ենք տպագրել, բայց ես կարծում եմ ընթացքում մենք կարողանանք ավելի լայն լսարանի համար տպագրել եւ տարածել այս գիրքը, թեկուզ եթե ծրագիրը այլևս մենք չկարողանանք իրականացնել, գոնե այն զբոսավարները, ովքեր ունենան այս ուղեցույցը, կարողանան դրա հիման վրա ճիշտ ինֆորմացիա ունենալ, էլի։ Շատ լավ, ես գիտեմ նաև մեկ այլ ծրագրի մասին, վերջերս խաղողի այգի հիմնադրման, չէ՞, դա ինչ ծրագիր էր։ Դա այս ծրագիրը Ֆրուտենիա 2 Հայաստանում ագեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող տրեյնինգների շարք է, որ 3 տարի իրականացվելու է, ինքը շատ ինտենսիվ, միայն խաղողագործության թեմայով ծրագիր է, ինքը կոչվում է խաղողագործություն ու խաղողի այգիների հիմնում, 3 ամսյա ծրագիր է, որը որ 3 տարի մենք իրականացնելու ենք, քանի որ խաղողագործության ոլորտում էլ մասնագիտական լուրջ պակաս ունենք, մենք մասնագետների որոշեցինք, որ բացի գինեգործությունից, բացի գինոտուրիզմից, այն ինչ որ մենք անում ենք, նաև ավելացնենք խաղողագործության դասընթացները։ Առաջին փուլը արդեն իրականացնել ենք, գրեթե վերջացրել ենք։ Մենք ունենալու ենք միջազգային էքսպերտներ, մեր ուսանողները մեկնելու են արտասահման վերապատրաստման, ուսումնական այցերի կներեք, այսինքն ինքը շատ հետաքրքիր խաղողագործության այն մարդկանց համար, ովքեր որ աշխատում են որպես ագրոնոմ կամ թեկուզ ունեն հողատարածք, ուզում են խաղողի այգի հիմնել, այսպես շատ մաչելի ծրագիր է։ Տեղյակ եմ նաև, որ տպագրվել է գինու քարտեզ, որտեղ ներառված են նաև խաղողի սորտեր, չէ, տեսակները, դրա մասին ինչ կասեք ու որտես կարող ենք ձեռք բերել։ Թե դա դեռ էլի մասսայական չի, ավելի շատ ուսանողների համար է։ Այո, քանի որ մենք շատ մեծ ոգևորությամբ այսպես էնոտուրիզմի ոլորտում տարբեր ծրագրեր ենք իրականացնում ու նշեցի, որ վերապատրաստման ծրագրերի զատ նաև հետևում ենք, թե օրինակ եթե թեկուզ զբոսաշրջիկը միայնակ է գալիս Հայաստան եւ չի ուզում որևէ գիտից ծառայություններից օգտվել, ինչպես այդ մարդը կողմնորոշվելու շատ դժվար է, երբ որ մենք խոսում ենք էնոտուրիզմի զարգացման մասին, այստեղ նաև առաջ է գալիս, որ մենք տարական հարցեր ունենք լուծելու պետական մակարդակով, այսինքն մենք ճանապարհների խնդիրներ ունենք, ցուցանակների խնդիրներ ունենք, մեր գինու հիմնական շրջանները այդպես քարտեզագրված չեն, դրա համար մենք որոշեցինք, որ պետք է ինչ-որ քարտեզ լինի եւ Քեր հիմնադրամը թողարկեց գինու քարտեզը, արդեն 3-րդ տարին է մենք թողարկում ենք, որտեղ նշված է նախ ամբողջ Հայաստանի մասշտաբով գինու շրջանների տեղակայվածությունը, այնտեղի գինեգործարանները, որտեղ ինչ կարելի անել, ինչ փորձառություն կա, հա, սկսած գաստրոբակերից մինչև խոշոր արտադրող գինեգործարաններ, մենք բոլորը ներառել ենք նաև առանձին հատվածով Երևան քաղաքի Սարյան փողոցը եւ Երևանում ինչ կարելի է անել, երբ որ քաղաքի դուրս չես գնում, գինու բարերը, խանութները մասնագիտացված բոլորը ներառված են եւ ինքը շատ մաչելի է քարտեզը, թեկուզ միայն տուրիստի համար, որպեսզի ինքնուրույն կարողանա կողմնորոշվի ու քանի որ Հայաստանում շատ են արդեն այս վերջերս նոր թափով զարգացել են օրինակ փառատոնները, գինու փառատոնները, հա, տարբեր մասնագիտացված, դա շատ ոգևորող է, որովհետեւ ես ինքս ցանոթներ ունեմ, որ մի քանի ամիս առաջ տոմս են գնում, որ հունիսի սկզբին այստեղ լինեն, որ Երևանի գինու օրերին մասնակցեն, բայց բացի Երևանից դուրս է մենք ունենք շատ հետաքրքիր փառատոններ, Արենի գինու փառատոնը, Դիլիջանի, այս վերջերս շատ հետաքրքիր մրցավազք են կազմակերպում Ռինդ գյուղի շուրջ,
այսինքն Հայաստանը շատ մեծ ներուժ ունի ենոտուրիզմը զարգացնելու, սկսած շատ որակյալ գինուց, բարձրակարգ գինուց, վերջացրած գաստրո փորձառություններով, հա, երբ որ մենք համադրում մենք իրոք շատ մեծ պոտենցիալ ունենք առաջ գնալու եւ ոլորտը զարգացնելու, իսկ այս ոլորտը այն ոլորտն է, որ մեծ գումարներ է գեներացնում եւ ամենակարևորը ամբողջ աշխարհում ճանաչելիությունը բարձրացնում է, այսինքն մեզ համար գերնպատակ է, որ Հայաստանը վերադարձնենք աշխարհի այդ գինեգործական քարտեզի վրա իր ուրույն տեղը վերադարձնենք։ Իսկ ստատիստիկա կա, թե որ երկրներից են սպայն ավելի շատ գալիս հենց գինու տուրիզմի համար։ Հիմնականում այդպեսի ստատիստիկան ինձ թվում է խաղաղագործության գինեգործության հիմնադրամը կունենան, ես չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ ենթադրում եմ, որ հիմնականում Եվրոպայից եւ Ռուսաստանի Դաշնությունից են շատ մեր զբոսաշրջիկները, բայց բացի հին աշխարհի գինեգործական շրջաններից, հա, եվրոպական երկրներից, նաեւ երբեմն լսում եմ, չգիտեմ, Չիլիից եկան հյուրեր ունեի, օրինակ իմ զբոսավարներից եմ լսում, հա, Ավստրալիայից հյուրեր ունեի, ինձ համար դա շատ զարմանալի է, բայց միևնույն ժամանակ շատ են գալիս հիմնականում Եվրոպայից, շատ մեր հենց Guide ծրագրի ընթացքում մեզ համար օրինակ երբ որ մենք ինտերվյու ենք անում եւ մասնակիցներին ենք ընտրում, շատ կարեւոր է նաեւ լեզվի ֆակտորը, այսինքն ինչ լեզվով է գիդը իրականացնում, հա, իր տուրերը եւ միշտ փորձել ենք խումբը այնպես կազմենք, որ բազմալեզու լինի։ Ու դրա համար մենք այո կարող եմ հստակ ասենք, որ եւ Իսպանիայից ունենք գիդեր եւ անգլախոս շուկան է շատ մեծ, տուրիստների շուկան է շատ մեծ, այսինքն այդ մասով մի քիչ կախված է զբոսավարից եւ իր գործունեությունից, բայց դե ռուսական շուկան չեն կարող անտեսել, հա, ռուսները շատ են ավելի, այսպես։ Դե շատ լավ, շնորհակալություն որ եկար, հուսամ ամեն տարի ինչքան հնարավոր է շատ ֆինանսավորում կլինի ու շատ ծրագրեր կիրականացվեն, քանի որ շատ մեծ եւ արագ զարգացող ոլորտ է ու բացերը շատ են ու հուսամ հենց այդ ձեռնարկները բոլոր եւ գինեգործարաններին եւ բոլոր բարերին, ցանկացած տեղ ինչը որ զբաղվում է գինու տուրիզմով, այնտեղ կլինեն ու ինֆորմացիան կլինի ընդհանուր, քանի որ օրինակ մենք Վրաստանում էլ շատ ենք եղել, բոլորը նույն ինֆորմացիան կապ չունի, մտնես 500 շիշ արտադրող ինչ-որ մի հատ ընտանեկան գինու գործարան, թե ամենամեծ արտադրողը Սա գեր նպատակ է իրոք մեզ համար, հուսով ենք, որ կկարողանանք։ Նաև դու հարցրեցիր, ես մոռացա այս մասով անդրադառնամ, որտեղից կարելի է գինու քարտեզը ձեռք բերել, Այքեր հիմնադրամից եւ գինու խանութներից, օրինակ Ինվինոից, հնարավոր է վերցնել այս գինու քարտեզը։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։